սպասելիք ունեք, թեև չգիտեմ, կանխատեսելը մի քիչ անշնորհակալ գործ է, հա, այս դեպքերում դատարանի դիրքորոշումը ձեր կարծիքով այնուամենայնիվ դատելով դատական ընթացքից դատարանի նաև տրամադրվածությունից։ Ճիշտ եք ասում, բարդ է կանխատեսում անելը, ես ուղղակի հույս հայտնեցի նաև իմ եզրափակիչ խոսքում, որ դատարանը հաշվի կառնի այն մետամորֆոզները, որոնք տեղի են ունենում հանրային մեղադրանքի շրջանակներում եւ կարծում եմ այն մարդիկ, ովքեր հետևել են մեր այս գործի ընթացքին, իրանք էլ են տեսնում, թե ինչ ընթացքով գնաց, երբ առաջին մի քանի ամիսները վկաների ներգրավմամբ հանրային մեղադրողները փորձում էին տպավորություն ստեղծել, որ մենք հանրային անդոր ենք խախտել եւ տագնապ ենք առաջացրել, ես չգիտեմ, այդ բառերը ունեցել են նման աղետալի հետևանքներ, ինչի համար մեզ պետք է ազատազրկեն 2-ից 5 տարով, հա, երբ վկաները իրենց կողմից վկայակոչվածի դեպ տվեցին այլ մեկնաբանություն, այլ վկայություն, հիմա արդեն իրենց տակտիկան այլ է, իրենք հիմա ասում են, որ ինքնին այդ խոսքերը իրենք հանդիսանում են խուլիգանության ուրեմն դրսևորում, ինչը իմ ընկալման մեջ աբսուրդ է, որովհետև մենք խուլիգանության միտում չենք ունեցել, մենք ես մի անգամ հաշվել էի, որ 0.1 թե 0.1% է մեր խոսքի կազմել ոչ նորմատիվ լեքսիկան, այն էլ բացառապես քաղաքական քննադատողական ոճով, խտրականության մասին շատ խոսվեց այստեղ, որի վրա ես հույս ունեմ, որ նույնպես ուշադրություն կդարձնի դատարանը, քանի որ հատկապես ես կարծում եմ ձեր լրատվականի ուրեմն լսարանը քաջատեղյակ է, թե որքան պրոիշխանական ֆեյքեր, չֆեյքեր, հանրային դեմքեր կիրառում են մեր հանդեպ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, սովորական մարդկանց հանդեպ նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող, ինչ նորմատիվ, ոչ նորմատիվ լեքսիկաներ են կիրառում, սեռական բնույթի հայհոյանքներ եւ դրանցից որևէ մեկը չի դառնում քրեական հետապնդման ուրեմն առարկա։ Որևէ մեկի նախաձեռնությամբ ես չեմ տեսել։ Հա, դե բայց դա վիրավորանքա գիտեք, որ քրեական չի։ Հա, ոչ քրեական այդ վարչականով շատ կա, բայց այստեղ հարցը հենց այնա, որ այստեղ կարծես թե որևէ մեկը չի վիրավորվել։ Ավելին ասեմ, օրինակ մեր վերջին հյուրերից մեկը ոդկասթի Հովիկ Ներաղազարյան, որը մեզ տեղեկացրեց, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը շատ նեղսրտում է, երբ իրենից բացի որևէ մեկին են ասում դավաճան կամ ինչ-որ մի ոչ նորմատիվ բառով են բնութագրում, այսինքն ինքը շատ սիրում է, երբ միակն է եւ բացառիկը, ես հիմա սկսում եմ կասկածել, որ գուցե մեր հանդեպ քրեական հետապնդումը այն բանի պատճառով է, որ մենք ոչ միայն իրեն ենք ասել են, ինչ ասել ենք, այլ նաեւ իր գործընկերներին եւ ինքը համարել է, որ անհարգալից վերաբերմունք է դա իր հանդեպ, որտեվ միակ դավաճանն ու այն բոլոր բնութագրիչ բառերը, որոնք մենք ասել ենք, ինքը պետքա լինի։ Կես կատակով սա իհարկե, բայց ամեն դեպքում սա զավեշտ է, ուղղակի զավեշտ է, այս ողջ process-ը զավեշտ է, հիմա արդեն վերդիկտին պետք է սպասենք եւս 1 ամիս, ես ուղղակի հույս ունեմ, որ դատարանը, իմ տպավորությունն այնպեսին է, որ դատարանը շատ օբյեկտիվ է գնահատում այն, ինչ կատարվում է, սա իմ առաջին դատարանով անցնող քրեական գործն է, բոլոր միջով այդ քրեական գործերը չէին հասնում դատարան, որտեղ օրենսգիրք էր փոխվում, ինչ-որ մի այլ բաներ կատարվում։ Տեսնենք, գուցե հապուսիկ լինի իմ պատկերացումները, դրա համար չեմ կարող որևէ կանխատեսում անել։ Ես եմ շատ շնորհակալ, որ եկաք, մերսի։